Ընդամենը հավել եմ, ամբողջությամբ միանում եմ գործընկերոջս միջնորդությանը, ընդամենը հավել եմ, որ քննարկումը բաց է, եթե կներկայացվեն կան արկային այնպիսի հանգամանքներ, որոնք մինչ այս պահը դատարանի եւ մեղադրանքի կողմին ներկայացված չեն եղել պաշտպանների եւ պարոն Չախալյանի կողմից, ապա առաջարկեմ այդ մասին բարձրաձայնել, որպեսզի նաեւ դրա շրջանակներում քննվի այս հարցը։ Պատվարժան դատարան նոյեմբերի 27-ին 25 թվականի ձեր նախագահությամբ որոշվել էր, որպեսզի Վահագն Չախալյանի խափանցը 3 ամսով երկարացվի։ Եվ դատարանը գտել էր, շատ կարճ հատվածը վկայաբերեմ, շարունակում են արկա լինել վերաբերելու բավարար հիմքեր առ այն, որ մեղադրյալ Վահագն Ռուբենի Չախալյանն այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պայմաններում կարող է կատարել հանցանք, խոչընդոտելով քրեական վարքի քննությանը այդ կերպ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։ Այսինքն պատվարժան դատարան արկա է եղել միայն Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու, ենթադրյալ հանցանք կատարելու հանգամանքը։ Հիմա 3 ամիս հետո փետրվարի 27-ին կլրանա 3 ամիսը։ 3 ամիս հետո ես կարծում եմ պետք է դիտարկենք արդյոք չնայած այն, որ Վահագն Չախալյանի կողմից հանցանք կատարելու հանգամանքին մենք անդրադարձ ենք կատարել հիմնավոր կասկածի հետ կապված, այդ թվում նաև վերաքննիչ բողոքի մեջ նշվելով, որ որևիցե հանցակազմ արկա չէ, բայց դա հիմա քննության արկա չեմ դարձնում, հարգելի դատարան։ Այլ ըստ քրեական դատավարության հոդվածում ամրագրված շատ կարևոր պահանջների եւ դրույթների հիմա պետք է քննարկվային հանգամանքը, որ արդյոք շարունակում է արկա լինել, արդյոք, որտեղ ենթադրյալ այդ հանցագործությունը մենք չենք ընդունում պատվարժան դատարան, Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը եւ առնվազն գոնե այդ ռիսկերը նվազել են, թե ոչ։ Ես մի քանի օր առաջ դատարանի կողմից մեր կողմից ներկայացված միջոցությունը քննության արկա չդարձրվեց, որովհետև գտավ պատվարժան դատարանը, որ հրատապության անհրաժեշտություն չկա։ Այսինքն այն ինչ որ մենք ներկայացել ենք մի քանի օր առաջ, հիմա անդրադառնալով իմ կողմից վկայակոչված դատարանի որոշման մեջ տեղ գտած այս նոր հանցանք կատարելու հանգամանքին, դրանից հետո կանդրադառնամ քայլ առ քայլ, հատիկ այդ հատիկ այն հաստական նոր Երևան եկած հանգամանքներին, որոնք ներկայացել էինք դատարանին, սակայն քննության առարկա չէր դարձվել պատվարժան դատարան։ Հիմա ընդ որում այս որոշումը կայացնելիս պատվարժան դատարանը հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ մեկ այլ քրեական գործով Վահագն Չախալյանի վերաբերյալ ծանր հանցագործության հանցակազմի հատկանիշների ենթադրյալ արկայությամբ գործ է քննվում։ Պատվարժան դատարան բարեբախտաբար թե ճակատագրի բերումով այդ նույն քրեական գործը, որը վկայակոչվել էր, քննվում է ձեր նախագահությամբ եւ բավականին երկար ժամանակ։ Եվ ձեր նախագահությամբ քննված այդ քրեական վարույթով, քննվող քրեական վարույթով այսօր շարունակվում է, Վահագն Չախալյանը դրսևորել է անբասիր, շատ օրինակելի եւ օրինապահ վարքագիծ, պատշաճ վարքագիծ, ինչի արդյունքում, որ դատարանը գտել է, որ Վահագն Չախալյանը կարող է Հայաստանի Հանրապետությունից բացակայել, հաշվի առնելով նաեւ, որ վերջինս հարազատության մերձավոր ազգականների գրեթե մեծամասնությունը գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Եվ Վահագն Չախալյանը, եթե չեմ սխալվում, մեկ կամ մի քանի անգամ հատել է սահմանը եւ հետ է վերադարձել։ Այսինքն այս կերպ Վահագն Չախալյանը ենթադրյալ մեկ այլ հանցագործությամբ վարվող քրեական վարույթով իր արդեն իսկ դրսևորված վարքագծով պետք է որ ձևավորված լիներ դատարանի մոտ այն համոզմունքը, որ վերջինս երբևիցե հանցանք կատարելու միտում չի ունեցել, չի կատարել եւ Վահագն Չախալյանի կողմից դրսևորված վարքագիծը չնայած մեկ այլ վարույթով
պետք է նաև, քանի որ ձեր նախագահությամբ է քննվում այդ քրեական վարույթը, հաշվի առնել նաև այս պայմաններում, այս քրեական վարույթի շրջանակներում, քանի որ անձը մեկն է Վահագն Չախալյանը։ Հիմա 3 ամիս հետո արդյոք Վահագն Չախալյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հավանականությունը չի նվազել։ Այդ հարցին պատասխանելու համար պատվարժան դատարան, քանի որ Վահագն Չախալյանը գտնվել է արդեն շուրջ 7 ամիս է, 8 ամիս է արդեն լրանում է մի քանի օրից, գտնվում է կալանքի տակ, ուղիչ հիմնարկում, հետևաբար պետք է դիտարկենք ուղիչ հիմնարկում նրա կողմից պահելաձևը ուղիչ հիմնարկի կարգապահության կանոնների ենթարկվելու հանգամանքը։ Առ այսօր պաշտպանական կողմին եւ պատվարժան դատարանին հանրային մեղադրողներին որևիցե տվյալ հայտնի չէ, որ Վահագն Չախալյանը գտնվելով քրեակատարողական հիմնարկում դրսևորել է ոչ պաշար վարքագիծ։ Միտում է ունեցել ինչ-որ նոր հանցագործություն կատարելու։ 8 ամիս պատվարժան դատարան, այսինքն 8 ամսվա քրեակատարողական հիմնարկում գտնվելու պաշար վարքագիծը պետք է ավելի քան բավարարի այն կասկածը, որ Վահագն Չախալյանը նոր հանցագործություն կատարելու որևիցե միտում չունի, չէր կարող ունենալ, որտեղ վերջինս հանցագործ չէ։ Եվ այն, որ սույն քրեական վարույթով այսօր գտնվում է, ինչպես մյուս անմեղ մեղադրյալները մեղադրյալի կարգավիճակում, դա ընդամենը բոլորիս հայտնի է եւ մենք էլ այդ դիրքորոշումն ունենք, որ Վահագն Չախալյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում իր հայրենասիրության, իր հայրենիքի համար պայքարի, իր ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար։ Հիմա ուղիչ քրեակատարողական հիմնարկից նախքան քրեակատարողական հիմնարկի ժամանակահատվածը նայենք հարգելի դատարան։ Քանի որ անձին պետք է բնութագրել ոչ թե ինչ-որ ամիսների կամ վերջի 2-3 տարվա, այլ ամբողջ իր ապրած կյանքի ընթացքում դրսևորված վարքագծով, որովհետև այո, միգուցե ենթադրյալ հանցագործության մեղադրվում է, բայց նախքան այդ մեղադրվելը ինչպիսի կյանք է վարել Վահագն Չախալյանը։ Ես մի քանի նիստ առաջ դրան անդրադարձել եմ, բայց կրկին եւ առավել քան գտնում եմ անհրաժեշտ է այդ հարցը այսօր արծարծել։ Վահագն Չախալյանը այն անձնավորությունն է, որ հայ ազգի բարօրության համար օտար երկրում, Վրաստանի Հանրապետությունում, տվյալ երկրի այն նախագահի դեմ, ով այսօր հանցագործությունների համար քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում, ունեցավ այն համարձակությունը, որ բարձրացնի դպրոցներում հայոց լեզվի շարունակելու եւ հայ երեխան, հայ մարդը դպրոցում հայերեն լեզվով իր կրթությունը ստանալու կարևոր, շատ կարևոր հանգամանք պատվարժան դատարան։ Ինչի համար էլ մի քանի տարի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրեց, որի ընթացքում նաև ոչ միայն ընտանիքը իր մերձավոր ազգականների հետ ուժեցին, այլ նաև ֆինանսական, այդ նաև տան կորցնելու հանգամանքը, որ նշեց Վահագն Չախալյանը, որովհետև այո, եթե չեն սխալվում 5 տարի գտնվելով ուղիչ հիմնարկում, 5 տարին դա մի ամբողջ մարդկային կյանք է։ Դրանից հետո Վահագն Չախալյանը եւ մինչեւ այդ էլ, բայց դրանից հետո առավել եւս ընտանիքով տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Որտեղ որ նրա համար որ Հայաստանի Հանրապետություն պայմաններն ավելի լավ էին, որտեղ այն ժամանակ արդեն իսկ գործող նախագահը չկար, որ հիմա քրեակատարողական հիմնարկում է գտնվում։ Սակայն թողնելով ավելի լավ պայմանները իր կյանքի Վրաստանի Հանրապետություն տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես ամրագրվելով իր ընտանիքով, որտեղ որ մերձավոր ազգականներից ոչ մեկ չի գտնվում, բոլորը գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ այն բոլոր որոշումները, այն բոլոր իրավակարգավորումները, որոնք որ ի վնաս էին Հայաստանի Հանրապետության պետականությանը, հայ ժողովրդին, վերջինս իր անվասիր կամքով իր ընկերների հետ իր ուրույն պայքարը շարունակեց եւ շարունակում է առ այսօր, որպեսզի
Հայաստանի Հանրապետությունում գործի արդարադատությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ստամբուլյան կոնվենցիա կամ նմանատիպ այդ կոնվենցիաները իրենց վնասակար հետևանքները չթողնեն։ Այսինքն անձը իր վարքագծով դրսևորել է միայն եւ միայն արդարամիտ, ազգանվեր, հայրենանվեր կյանք, գործունեություն։ 44 օրյա պատերազմին իր ուրույն մասնակցությունը ունեցավ, որ կարող էր չգնալ, կամավոր ամրագրվեց եւ մասնակցեց պատվարժան դատարան։ Հիմա Վահագն Չախալյանի կողմից իր ապրած կյանքում լինելով գրողների միության անդամ, սպորտի վարպետ, այս իր ամբողջ ապրած կյանքով հայրենիքին մատուցած ծառայություններով, որ երբևիցե հանցագործություն չի կատարել, եթե ենթարկվել է քրեական պատասխանատվության անհիմն, ապա միմիայն ենթարկվել է քաղաքական հետապնդման արդյունքում, որովհետև այդ հետապնդումն արել են, որպեսզի լրացնեն Վահագն Չախալյանին ի օգուտ, ի բաղարություն իր ազգի հայրենիքի գործունեություն ծավալելու։ Հիմա եթե այդ ամբողջը պիտի հաշվի չառնենք, հարգելի դատարան, եւ պիտի չհաշվենք այն հանգամանքը, որ 3 ամսվա մեջ քրեակատվական հիմնարկում որևիցե միջադեպ, որևիցե հարց չի ծագել, արդյոք չեմ ասում, որ ընդհանրապես արկա չեն եղել, բայց արդյոք չի նվազել Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, որը դրված է միակ այդ հանգամանքն է դրված որոշման հիմքում, որ այո, երկարաձգվում է Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը խփամիջոցի, քանի որ նոր հանցանք կատարելու հավանականություն կա։ Եվ այն հարցին հանրային մեղադրողի եթե իրավաչափության փոփոխություն չի եղել առ այսօր, ապա մենք առարկում ենք, եթե եղել է կներկայացնեն, ապա չենք առարկում։ Հիմա հռետորական հարց որպես այդպիսին, արդյոք 8 ամսվա քրեակատվական հիմնարկում դրսևորած վարքագիծը եւ արդյոք մինչեւ այնտեղ հայտնվելու ապրած կյանքը դրանք որևիցե իրավաչափության կշիռ չունեն, իրավական եւ բարոյական առումով, պատվարժան դատարան։ Եթե չունեն, ապա նշանակում է որևիցե ազգային արժեք գոյություն չունի եւ իրավաբանություն գոյություն չունի։ Հիմա պատվարժան դատարան, մի քանի օր առաջ մենք դատարանին ներկայացրեցինք փաստաթղթեր, որոնց մեջ առկա էր տեղական ընտանիքի կազմի մասին, որտեղ նշված է, որ Վահագն Ռուբենի Չախալյան ընտանիքով բնակվում է Կոտայքի մարզ, Նայիրի համան գյուղ Քացախ, Ահարությունյան 3-րդ տողոց 8 կոտորակ 1 տուն հասցեում։ Գլխավորը գրված է այդտեղ Չախալյան Վահագ Ռուբենի, Ալեշվիլի Ինգա, Չախալյան Ռուբեն, Չախալյան Գայանե Վահագի, Չախալյան Դավիթ Վահագի։ Հարգելի դատարան, այս ընտանիքի կազմով Վահագն Չախալյանը բնակվում է այն տանը, որը վարկի տակ է, որի համար յուրաքանչյուր ամիս փող է վճարում, բայց վերջ ամիսներին չի կարողանում վճարել, որովհետև 8 ամիս գտնվում է կալանքի տակ պատվարժան դատարան։ Եվ այն, որ մենք հրատապության հարցը դիտարկում ենք, որ այդ ֆինանսական, սոցիալական խնդիրներն էին պատճառը, ես հիմա կրկին չեմ զլանում եւ կարծում եմ, որ պետք է նաեւ այդ հարցը կրկին հիմա դատանշության հրավիրել։ Պարոն Չախալյան, խնդրում եմ ոտքով ինձ չերել, ես պետք է դա ասեմ, որովհետև այո, յուրաքանչյուր հայ տղամարդու համար շատ կարևոր հանգամանք է իր ընտանիքի բարօրությունը ապահովելը, իր պարտականությունն է Աստծո առաջ եւ ընտանիքի առաջ։ Եվ ոչ մեկին թող ստացվեն, որ թող աշխատելը քոնման մարդկանց համար հեշտ է տեղի ունենա։ Պատվարժան դատարան, Վահագն Չախալյանը որևիցե այլ մերձավորազականներ Հայաստանում չունի։ Ինչու եմ դա շեշտում, պատվարժան դատարան։ Մենք ծնվել եւ մեծացել ենք Երևանում եւ մեր հարազատները գտնվում են Հայաստանում, Երևանում, եւ երբ որ ինչ-որ հարցով նեղվում ենք, դա կլինի գումարի փոխառության հարցով, դա կլինի երեխային օգնելու հարցով, դպրոց տանելու կամ մեկ այլ տեղ, խնդրում ենք տատիկը կամ պապիկը կամ մեկ ուրիշը գալիս են եւ օգնում են։ Պատվարժան դատարան, այս 8 ամիս Վահագն Չախալյանը կինը ինգան 2 անչափահաս երեխաներին 10 տարեկան դստերը Գայանե Չախալյանին եւ 9 տարեկան Դավիթին, որոնք սովորում են տարբեր դպրոցներում, որոնց տեղեկանքները մենք ներկայացրել ենք։ Առավոտյան վերակենում, բերում տանում մինչև ժամը 2-3-ը նոր հազիվ հասնում է տուն։ Մեծ տղան Ռուբեն Չախալյանը 19 տարեկան հազիվ հասնում է գնա
Սլավոնական համալսարան իր դասերին, որի վերաբերյալ տեղեկանքը ներկայացել ենք, ներկայացել ենք, որ շուրջ 900,000 դրամ է կազմում վերջինիս ուսանողական ուսման վճարը, ինչպես նաև Գայանե Չախալյանի ուսման վճարը, որը սովորում է կրթահամալիրում եւ կազմում է 650,000 դրամ պատվարժան դատարան։ Նաև ներկայացել ենք տեղեկանք, որ նաև տան ոսկեղեն է գտնվում գրավի տակ, եւ ներկայացել ենք տեղեկանք, որտեղ երևում էր, որ արբիտրաժի քննարկումներ է եղել, այսինքն բանկի հետ կապված խնդիրների պատճառով, հարգելի դատարան։ Հիմա երկու անչափահաս երեխաներին դպրոց հասցնելու, այս վարկերը փակելու, ընտանիքը բնականon ապելակերպին կյանքին բերելու համար պատվարժան դատարան, եթե այսօր չգիտեմ հնարավոր է դա արդյոք, բայց այնուամենայնիվ դատարանը պատվարժան դատարանը որոշում է պետք է երկարացնի, դա նշանակում է պատվարժան դատարան, որ այս ընտանիքի քայքայվելու, այս ընտանիքի տնից զրկվելու որոշում է կայացնելու պատվարժան դատարան։ Ես չեմ զլանում այդ բառը օգտագործելու, որովհետև շատ լավ գիտեմ այն վիճակը, որ տիրում է ընտանիքում։ Եվ այստեղ հարցը նա չի, որ մենք բազմիցս անգամ ասել ենք, այո, այս ամբողջ 306 էջանոց մեղադրական եզրակացության մեջ 20 բառ է վերաբերվում Վահագն Չախալյանին, ոչ թե Վահագն Չախալյանին, Չախալյան ազգանվանը։ Վերջում մի հատ Վահագ անունը բերեկպցել են, որի հետ կապված մենք մեր դիրքորոշումը կհայտնենք ընդդուք մինչև հաղորդում ներկայացնելը կեղծելու առումով պատվարժան դատարան։ Այսինքն Չախալյան Վահագը սույն գործով օդից sense վերցրած, ինչպես մյուս 18 անմեղ մեղադրյալները վեր են դրել համակատարող որպես անձ եւ արդեն 8 ամիսը խապանմիջոցի տակ են պահում տնային ուղիչ քրեակատվա հիմնարկում պահելով պատվարժան դատարան։ Լավ, ընդհանրենք մի պահ եկավ նախնական փուլը անցավ, դատաքննության անձնակապոցներ ուսումնասիրեցին, լավ եկավ եւ վստահ եմ այդ պահը գալու արդարացվեցին բոլորը, այդ թվում նաեւ Վահագն Չախալյանը, արդարացման վերդիկտ կայացվեց։ Լավ, այդ տունը հետո ոնց ենք հետ բերելու, լավ այդ երեխաների այսքան 8 ամիս ծնող հետ չշփվելու այս հոգեվիճակները, չկա այնպիսի ռեաբիլիտացիոն վիճակ կամ այնպիսի գումար, որ կարող է դա փոխհատուցի, չկա այդպիսի բան աշխարհում, պատվարժան դատարան։ Այդ հոգեբանական սպիները երեխաների հոգում մնում են ամբողջ կյանքի ընթացքում։ Հիմա եթե իմ կողմից վկայակցած այս փաստական հանգամանքները չեն դիտարկվելու որպես իրավաչափության փոփոխություն, ապա ինչը պետք է դիտարկի պատվարժան դատարան։ Ծայրահեղ դժբախտ դեպքերը պատվարժան դատարան Վահագն Չախալյանին մեղադրում են որպես համակատարող, այսինքն սույն քրեական բարույթով բոլորի մեղադրվող բոլորը կատարողներ են, չկա օժանդակող, չկա ենթադրյալ իհարկե այս ամեն ինչ ասեմ, ոչ օժանդակող, ոչ կազմակերպիչ, բոլորը համակատարող են պատվարժան դատարան։ Հիմա այս տիրույթում եկեք մի հատ դիտարկենք էլ իրավաչափության փոփոխության հասկացողությունը։ Եթե համակատարող է պատվարժան դատարան, ինչպես բոլորը, ցավոք սրտի, շատ ափսոսում եմ, ցավում եմ, դժբախտաբար հարգարժան Բագրատ Սրբազանի խափանցությունը չփոխվեց։ Վաղ թե ուշ փոխվելու է բնականաբար։ Վաղ թե ուշ այս ամեն ինչի համար յուրաքանչյուր մեկը իր կատարած, իր կողմից գործած արարքների համար պատասխանատվություն է կրելու։ Սակայն մյուս սույն բարույթով անմեղ մեղադրյալների խափամիջոցները փոխված են պատվարժան դատարան։ Եվ շատ լավ է որ փոխված են, փառք Աստծո, որ վերջապես փոխվեցին, փառք Աստծո, որ Մովսես Շարբայցյանի տնային կալանքը փոխվեց։ Վերջապես ավելի շուտ պետք է լիներ։ Հիմա մի պահ ենթադրել ես հանցավոր խմբի կազմում, որը որ դες ամեն ինչը մեզ բոլորիս պարզ է, որ շինցու գործ է, որ համակատարող լավ որպես այդպեսին Վահագն Չախալյանը որ դիրքում է գտնվում։ Պատվարժան դատարան ամենավերջին աստիճանի վրա է գտնվում։ Իր չեմ բան ինչ բառ օգտագործեմ, օժանդակող չէր կարող լինել։ Լավ, ընդհանրենք օժանդակող պատվարժան դատարան։ Հիմա որքանով է Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը գործում, եթե կան համակատարողներ ենթադրյալ, եւ այդ համակատարողների շրջանում ամենավերջին աստիճանավանդակին գտնվող մեղադրյալը գտնվում է քրեակատարողական հիմնարկում
Իսկ մյուս անմեղ մեղադրյալները ոչ պատվաժան դատարան։ Քավլիցը ես չեմ ասում որ պետքա գտնվեն, парք ասում որ շուտ պետքա բոլորի խփանչոցը փոխվել, լավ կներ պարոն Կոմուշյանի խփանչոցը փոխվել։ Շատ լավ կլիներ պատվաժան դատարան, բայց արդարադատությունը այս դեպքում որտեղ է գործում, եթե իրավական առումով վերցնենք, որ այն անձը որ իր ամբողջ 306 էջանոց մեղադրական զեկացության մեջ 20 բառ է վերաբերվում եւ Չախալյան ազգանվանը 8 ամիս է խափանչոցը կալանք է գրում ուղիչ հիմնարկում։ Այսրանից ավել իրավաչափություն կամ գոնե լավ, գոնե նոր հանցանք կատարելու այդ հանգամանքը նվազելու հավանականություն չկա պատվաժան դատարան, իհարկե կա։ Պատվաժան դատարան, ես կարծում եմ մեր կողմից ներկայացած այս բոլոր եւ բարոյական եւ իրավական հանգամանքները առավել քան բավարար են, որպեսզի Վահագն Չախալյանի նկատմամբ խափանչոցը փոխվի։ Եվ եթե պատվարժան դատարանը ի նկատի ունենալով հարգարժան հանրային մեղադրողների տնային կալանքի դեմ չարարկելու նաև այդ փաստարկը որոշի ընդունել, պատվարժան դատարան որևիցե տարբերություն չկա քրեակատողական հիմնարկում կամ տնային կալանքը կրի Վահագն Չախալյան։ Որևիցե տարբերություն չկա, որտեղ զրկված լինելու եւ գումար վաստակելու այդ իրավունքից, անհրաժեշտությունից այդ վարկերը մարելու եւ զրկված երեխաներին տեղ հասնելու, բաց նրանից որ ընտանիքում իր աշկերաջ ավելի ատարապելու ոչ մի բան չի փոխվելու պատվարժան դատարան։ Որևիցե մեղմացիչ հանգամանք չկա եւ եվրոպական դատարանի որոշումներ եւ ընդհանրապես մեկ քրեական դատավարությունով տնային կալանքը դա հավասարազոր է քրեակատար հիմնական կալանքին։ Մեկ օրը հաշվարկման մեկ օրվա դիմաց պատվարժան դատարան։ Հետևաբար այս ամենը հաշվառնելով մենք խնդրում ենք եւ միջնորդում ենք որպեսզի Վահագն Չախալյանի խափանոցը փոխվի եւ տնային կալանք չկիրառվի, սակայն ցանկացած այլ Անհատականքային խափանոցի միջոցների համակցության հետ միասին փոխվի պատվարժան դատարան թողնելով դատարանի հայացողությամբ։ Այսքանը շնորհակալ եմ։